Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի եւ այլ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ։ Ողջույն ոստիկաններին։ Ողջույն պարոն գեներալ լեյտենանտ։ Ազատ։ Ազատ։ Անձնակազմին շարահրապարակում ողջունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեց ծառայողական պարտականությունները կատարելիս եւ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հուշապատին։ Այնուհետև զինծառայողները ձեռնամարտի եւ հատուկ պատրաստության հնարքների ցուցադրական վարժանք ներկայացրին։ Ինչից հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շրջայց կատարեցին Զորամասում։ Ոստիկանության պետը ծանոթացավ նորաբաց օպերատիվ լսարանի հնարավորություններին, որտեղ նրան վարժական մակետի վրա ցուցադրվեցին ստորաբաժանման տակտիկական գործողությունները ու դրանց կառավարման ընթացքը։ Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ նաև զինծառայողների ստեղծած համակարգչային ծրագրին, որը բաղկացած է թեստային ու խաղարկային բաժիններից։ Ծրագրի միջոցով ստուգվում են անձնակազմի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, գնահատվում է յուրաքանչյուր զինծառայողի պատրաստականության աստիճանը։ Հետաքրքիր էր նաև զինծառայողների պատրաստած սարքը, որի շնորհիվ էապես բարձրանում է զինատեսակների սպասարկման եւ կիրարկման արդյունավետությունը։ Շրջայցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքն ու Զորամասի պատրաստականությունը եւ արդյունավետ ծառայություն մաղթեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարությանն ու անձնակազմին։